Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Մինասյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, ժամանակ եք գտել եւ եկել եք։ Փորձագետներից ոմանք կարծում են, որ Ռուսաստանը կամ պնդում են, որ Ռուսաստանը, եթե նախկինում փորձում էր ազդել Հայաստանի նախընտրական գործընթացների վրա իր պրոքսի ուժերի միջոցով, այժմ ինքը անձամբ է մասնակցում նախընտրական այս գործընթացներին, մասնավորապես մատնանշում են, որ այս սանկցիաները եւ գազի հետ կապված գների բարձրացման սպառնալիքը եւ փաստացի արդեն տեղեկացումը Հայաստանին, սա հենց ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին մասնակցելը, ներազդելը։ Համաձայն եք դուք այդ կարծիքի հետ եւ երկրորդ հարցը բոլոր դեպքերում, թե դա ընտրություններին մասնակցություն է, թե այլ նպատակներ ունեն, խոսենք նպատակների Ռուսաստանի մասին այդ գործելավոճով, որոնք են Ռուսաստանի նպատակները, արդյոք նման կերպ այն կարող է տնտեսապես խեղդել Հայաստանին, խթանել գնաճը, ստեղծել սոցիալական ծանր իրավիճակ, որպեսի յետընտրական շրջանը ոչ միայն նախընտրական շրջանում է մասնակցությունը, դա ազդում է ոչ միայն նախընտրական շրջանի վրա, այլ նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում սոցիալական ընդվզման համար, որը պետք կգա յետընտրական շրջանում, Ռուսաստանի նպատակը։ Հանեցեք։ Նախ սկսենք նրանից, որ մենք պիտի հասկանանք մի շատ հետաքրքիր եւ կարեւոր առանձնահատկություն այս ընտրությունների։ Հայաստանի անկախության ամբողջ շրջանում, եթե մենք դիտարկենք, առաջի անգամը, որ մեր ընտրությունները, Հայաստանի ներսում տեղի ունեցող ընտրությունները ստացել են ուղղակի եւ ակնհայտ աշխարհաքաղաքական հնչողություն։ Նույնիսկ նախորդ վերջի ընտրությունները 21 թվականի նմանատիպ աշխարհաքաղաքական բաժանման եւ արճակատման ֆոն չեն ունեցել։ Հետևաբար բնականաբար հասկանալի է, որ մենք ունենք իրավիճակ, երբ որ Հայաստանի փաստացի բոլոր գլոբալ եւ ոչ միայն գլոբալ, նաեւ տարածաշրջանային դերակատարները, գործընկերները, երբեմն նաեւ հակառակորդները, ոնց ուզում ենք մենք կարանք դա բնութագրենք, այս կամ այն ձևով ներգրավում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, սատարում են, ճնշում են, փորձում են օգտագործել բոլոր լծակները եւ դա այն իրականությունը, որով մենք ունենք 26 թվականի ընտրությունների շրջանակներում։ Հետևաբար բնականաբար այստեղ Ռուսաստանը նույնպես փորձում է աշխատի այս դաշտում, Ռուսաստանը նույնպես հասկանում է, որ միգուցե իսկապես այս խորհրդանական ընտրությունները կարելի է համարել առնվազն վերջի քաղաքական տասնամյակի միգուցե վճռորոշ քաղաքական իրադարձությունը եւ բնականաբար փորձում է օգտագործել բոլոր այն լծակները, որոնք որ իդեպ նաեւ պիտի նշեն բավականին սահմանափակ են այս պահին, շատ պարզ պատճառով Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայում 5-րդ տարին արդեն շարունակվող պատերազմի ֆոնին իր ռեսուրսների մարդկային, ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ ռեսուրսները կուտակել այդ արևմտյան ուկրաինական ուղղության վրա։ Հետևաբար այն ինչ որ ինքը անում է Հայաստանում, դա մասամբ օգտագործելով այն մնացածը, մասամբ օգտագործելով նախորդ իներցիոն ինչ որ ռեսուրսները, կապերը, հնարավորությունները, որոնց մեջ մտնում է նաեւ տնտեսական եւ, ասենք այդպես, մաքսային բաղադրիչը։ Եվ այստեղ կարծում եմ նաև մենք պիտի հասկանանք, որ Ռուսաստանի այս պահի ներգրավվածությունը բացի ակնհայտ ներքաղաքական այդ հնչողությունից, բարձա կապված խորհրդանական ընտրությունների հետ, նաև մասամբ նաև կապված է Ռուսաստանի այն արձագանքին, որը որ ասենք մենք կարող կապենք Հայաստանի եւ ԵՄ-ի վերջին ասենք շրջանում ակտիվացած գործընթացներին ինտեգրացիոն, որը որ նույնպես բավականին տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ այո, Ռուսաստանը նաև առնվազն ակնհայտ Եվրամիության հետ, բայց նաև
որոշ չափով նաև Միացյալ Նահանգների հետ գտնվում է աշխարհակահական հակամարտության բավականին ասենք կարևոր շրջանում ուկրաինական հակամարտության համատեքստում։ Հետևաբար Ռուսաստանը այդ երկու նպատակներին արձագանքելով ընտրություններ եւ եվրոպական ինտեգրման գործընթացները փորձում է օգտագործել իր սահմանափակ, բայց Հայաստանի դեպքում իսկապես կարևոր լծակները եւ ռեսուրսները։ Եվ հաշվի առնելով նաեւ մի այլ ոչ պակաս հանգամանք 23 թվականի սեպտեմբերի իրադարձությունից հետո Ռուսաստանը նաև կորցրեց այն կարևոր աշխարհակահական, ռազմաքաղաքական լծակը, որը որ ուներ ազդելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին, ապա Ռուսաստանի լծակները կամ հնարավորությունները սահմանափակվել են կամ տնտեսական մաքսային եւ էներգետիկ բաղադրիչով, որը որ նույնն է, կամ այն ինչ որ շատ հաճախ մեր որոշ քաղաքական գործիչները եւ փորձագետները նշում են այսպես կոչված հիբրիդային ինֆորմացիոն, որը որ ի դեպ դա ոչ միայն ռուսական է եւ այստեղ մենք տեսնում ենք որ բոլոր դերակատարները առանց բացակայության այդ լծակը օգտագործում են։ Արդյոք դա ուղղված է ունի կարճաժամկետ թե երկարաժամկետ նպատակ, որից ինձ համար նույնպես առանցքային է, դա բավական հետաքրքիր հարց է, որտեղ եթե Ռուսաստանը իսկապես համարում էր, որ կարա ինչ որ լուրջ քաղաքական փոփոխություններ բերի այս գործընթացներում, ապա այդ բոլոր լծակներն ու այդ բոլոր հնարավորությունը պետք է անել ավելի շուտ, որովհետև մի բան է Հայաստանի վրա ազդել ներքաղաքական գործընթացներում միջև ընտրություններ, մյուս բանը ինչ կանել այդ տնտեսական եւ այլ ձևի ճնշումը շարունակվի արդեն ընտրություններից հետո, եթե համաձայն մեր ասենք մասնագետների, որոնք որ զբաղվում են ընտրական գործընթացներով, եթե իշխող կուսակցությունը շարունակի իր կամ պահպանի իր դիրքերը խորհրդարանում, ապա դա կբերի դրան, որ իշխանությունները ավելի հստակ, ավելի ուժեղ իմունիտետով կարան դրան դիմադրել, քան եթե Ռուսաստանը դա ակտիվ օգտագործեր, ասենք խոսքի նախորդ ամիսների ընթացքում։ Ինչի դա տեղի չի ունեցել, կան տարբեր բացատրություններ, կան տարբեր ասենք կարծիքներ, ես կարծում եմ, որ ամենակարևորն է, որ իսկապես Մոսկվայում նույնպես այդ սոցիալական հարցումները կարդում են եւ համապատասխան հետևություններ են անում եւ նաեւ կարևորը, որ մի կողմից Ռուսաստանը շատ լավ փաստորեն կարելի ասել նույնիսկ չափից ավելի էմոցիոնալ կապված է եւ ըմբռնում է Հայաստանի նշանակությունը, բայց մյուս կողմից էլ նաեւ ոնց որ նշեցի այդ ուկրաինական հակամարտության գինը հնարավորություն չի տալիս Ռուսաստանին լիովին ոնց որ ներգրավել միայն ուժային առճակատման սցենարի պահով։ Հետևաբար Ռուսաստանում մտածում են, որ միգուցե այդ ճնշումը պետք է եւ նույնիսկ անխուսափելի է Ռուսաստանի դեպքում արձագանքել այս գործընթացներին, սակայն իմ տվյալությունը այնն է, որ այդ կարմիր գծերը անցնելու պատրաստակամություն ոչ Մոսկվայում կա, ոչ էլ իրականում կարծում եմ նաև Երևանում։ Շնորհակալություն հետընտրական գործընթացների հետ կապված անհանգստությանը, որը կար այս առաջին իմ հարցում, մենք մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք, ես արձագանքեմ կամ ճշտող ավելի ճշգրտող հարցեր տամ ձեր այս խոսքի հետ կապված։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի դերն է բարձրացել տարածաշրջանում կամ միջազգային ասպարեզում, եթե այս ընտրությունները դուք այդպես էլ սկսեցիք, ասացիք, որ արդեն ոնց որ դուրս են եկել ներ հայաստանյան օրակարգից եւ հետաքրքիր են դարձել դրսի խաղացողների, դա վկայում է այն մասին, որ Հայաստանի դերը բարձրացել է։ Այդ ինչ մենք գնահատենք ասելով դերը եւ նշանակությունը, կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ ռազմաքաղաքական գործընթացները 20 եւ 23 թվականները եւ դրանց արդյունքները այլ ձևի են երևի թե ավելի բացական են անդրադարձել Հայաստանի եւ ռազմաքաղաքական եւ ռազմավարական եւ աշխարհագրական հնարավորություն։ Մյուս կողմից էլ նաեւ այդ զարգացումները բերեցին նրան, որ
որ Հայաստանը ավելի ճկուն հնարավորություն ունեցավ նաև իր համագործակցությունը ավելացնել արտաքին դերակատարները, այդ թվում նաև այսպես կոչված արևմտյան թևի մեր բայց նաև պետք է հետաքրքիր լինի, չէ՞ Հայաստանը։ Ես փորձում եմ իմ միտքը զարգացնել նաև այդ ուղղությամբ եւ այդ ֆոնին նաև կրկին այս գլոբալ աշխարհակահական հակամարտության ֆոնին Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև Հայաստանը իսկապես այդ առումով ստանում է նոր հնարավորություններ, որովհետեւ ավելի ճկուն է իր դիրքորոշումներում Ղարաբաղյան զարգացումներից հետո Ռուսաստանի հետ տեղի ունեցած եւ տեղի ունեցող այս գործընթացների շրջանակում մի կողմից, մյուս կողմից էլ նաեւ համեմատած մեր այլ հարևանների, գիտեք, Վրաստանի հարաբերությունները Արևմուտքի, հատկապես Եվրամիության հետ բավականին տարառույց են, Ադրբեջանը իր նավթագազային ավտորիտար նիշայի մեջ մնում է եւ շարունակում է մնալ եւ այդ հանգամանքից ելնելով այո Հայաստանը միգուցե այդ տարածաշրջանային պազլի ավելի կարեւոր դեր է խաղում դա ոչ թե նրանից է որ Հայաստանի հնարավորություններն են ավելացել ելի եմ կրկնում 20 եւ 23 թվականի իրադարձությունները դա բավականին լուրջ ազդեցին Հայաստանի բոլոր ասենք ոլորտների վրա, բայց համենայն դեպս այս աշխարհակահաղական եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան որոշ չափով կարծում եմ բերեցին նրան, որ Հայաստանը համենայն դեպս կարա դիտարկվի որպես տարածաշրջանային այն պազլը, որի մոտեցումներից եւ որի դիրքորոշումներից նաեւ մեծամասամբ կախված կլինի ոչ միայն հիմա, այլ նաեւ տեսանելի աշխարհակահաղական հեռանկարում նաեւ այն զարգացումները նոր դասական մեծ խաղի աշխարհակահաղական նոր մեծ խաղի զարգացումները Ռուսաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ տարածաշրջանային մեր հարևաններ։ Շնորհակալ եմ, դուք նաև անդրադարձաք այդ հարցին, թե որքանով է այդ Ռուսաստանի ներկայիս ծրագիրը, որը մենք տեսնում ենք այդ սանկցիաների եւ այլը, արդյունավետ, բայց կուզենայի նույն այս հարցը, դուք ասացիք ուշացած է, դժվար թե հասնի իր նախընտրական տրամաբանությանը, բայց նաև ես կուզենայի նույն հարցը տալ, որքանով է այս ծրագիրը արդյունավետ, ասենք զգացմունքային էֆեկտը այս ծրագրի կամ իրական ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Մենք նախանշեցինք, որ մարդկանց շրջանակում հասարակությունը համարում է, որ այո, Ռուսաստանը ձգտում է խեղճացնել, խեղդել Հայաստանին տնտեսապես, ստեղծելով սոցիալական ծանր վիճակ, որը կարող է հետագայում բերել սոցիալական բարձր, ասենք, ալիքների, ես չեմ ուզում Իրանի օրինակը բերել, բայց սոցիալական ընդվզումները, սոցիալական անապահովության կամ խնդիրները այո, մարդկանց դուրս են բերում փողոց եւ բարձրացնում են ալիք։ Եվ այսպես, որքանով է էֆեկտիվ զգացմունքային տեսանկյունից, արդյոք Հայաստանի ընտրողը այս սանկցիաներից ելնելով, վախից ելնելով, որ գազը կկտրեն, ասենք, նույն բիբարը, ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց, մի դրեք մեզ բիբարի եւ պետականության ընտրության առջև, կգնան, ձայնը կտան Ռուսաստանի թելադրած կամ Ռուսաստանի կողմից պաշտպանվող տեխնացուին, թե ոչ, էֆեկտիվությունը։ Գիտեք, ես հոգեբան չեմ, որ այդ զգացմունքային հարցերի շուրջ կարողանամ մասնագիտական քննարկում վարել, նաև ես տնտեսագետ չեմ, որ կարողանամ ասեմ, ասենք, կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ամիսների կամ ասենք մի քանի ամիսների դեպքում ամենավատ տարբերակի ասենք կիրառման հնարավորությունը ոնց կարա անդրադառնա Հայաստանի հասարակության կամ քաղաքական գործընթացի, բայց որպես քաղաքագետ ես ավելի ասենք իմ համար առանցքային այլ ասենք կետերի վրա է ուզում ուշադրություն դարձնել, արդեն նշեցի, ես համոզված չեմ, որ իր բոլոր նշանակությամբ Հայաստանը այնքան կարևոր է Ռուսաստանին այս պահին, որ դա բերի ինչ-որ որ Ռուսաստանը պատրաստ լինի պոզիտիվ ռեսուրսներ, պոզիտիվ ինչ-որ առաջարկներով գա Հայաստանին, ծախսի ինչ-որ ասենք ռեսուրսներ, որոնք որ կարա օգտագործի ավելի էֆեկտիվ իր համար առանցքային ուկրաինական արևմտյան ճակատում
Երկրորդը ես այդ նույն համատեքստում համոզված չեմ, որ նաև Ռուսաստանը ինչքան էլ ճնշումներ անի, բայց պրագմատիկ, ասենք, առաջնահերթությունից ելնելով պիտի պարզապես այդ ճնշումները բերի այն աստիճանի, որ կարող է իսկապես մենք լուրջ ոնց որ անդառնալի հետևանքներ նաև երկկողմ հարաբերություններում ունենանք, հարաբերություններում սկսած ռազմականից եւ տնտեսականից, եւ իդեպ նաև Ռուսաստանում շատ լավ հիշում են, որ պարզապես բացառապես միայն բացասական տնտեսական ճնշումները դա մեծամասամբ հակառակ էֆեկտ է բերում, հիշենք Վրաստանը, ասենք 2005, 6, 7, 8 թվականներին, հիշենք նույն Ուկրաինան, Մոլդովան եւ այլն, այսինքն այստեղ նաև նպատակարարության հարցն է, եթե պարզապես վատություն անելը եւ բերել ինչ-որ դժգոհությանը դա ինչ-որ քաղաքական էֆեկտ ստանալու նպատակը Ռուսաստանի համար դա մի հարց է, բայց պրագմատիկ առումով ես համոզված եմ, որ դա իմաստ ունի այդպիսի քայլերի գնալ, հատկապես ընտրություններից հետո։ Եվ ամենավերջինը իրականում, եթե մենք խոսենք փաստերով, իսկ փաստերից մեկը նաև Փաշինյանի եւ Պուտինի այս վերջի հեռախոսազանգն է, ինչքան որ ես գիտեմ, կա պայմանավորություն, որ ընտրություններից անմիջապես հետո պիտի կատարվի այդ Մոսկվա, որտեղ որ այդ հարցերը քննարկվելու են։ Արդյոք այդ բոլոր հարցերը կքննարկվեն, կլուծվեն, չգիտեմ, կարծում եմ ոչ բոլորը, բայց համենայն դեպս ես ունեմ այն համոզմունքը, որ հետընտրական շրջանում ավելի հեշտ եւ ավելի քիչ նյարդային կլինի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի համար փորձել, եթե այդ քննարկումները ավելի շատ տեխնիկական, այլ ոչ թե էմոցիոնալ զգայուն դաշտի մեջ մտնել, քննարկել հնարավոր եւ կարմիր գծերը եւ հնարավոր այն ճկունությունը, որ կողմերը կարան ցուցաբերել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը իր ամբողջ նշանակությունում դա համարը մեկ առաջնահերթությունը չի Ռուսաստանին հետ խորհրդային տարածքում, Հայաստանին կորցնելը, այսպես կոչված, դա իմիջային եւ քաղաքական առումով բավականին թանկ կլինի Ռուսաստանի համար եւ նաեւ փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ Հայաստանը, բայց ոչ միայն Հայաստանը հետ խորհրդային շատ երկրներ ունեն եւ տնտեսական եւ էներգետիկ եւ այլ ձևի կախվածություն, բայց դրանք մշտական ապահովման միջոց չի։ Առավել եւս, երբ որ Ռուսաստանը ոնց որ նշեցի, ժամանակին կորցրեց ամենակարևոր իր լծակը անվտանգային ազդելու Հայաստանի վրա եւ ոչ միայն Հայաստանը, այլ Հայաստանի միջոցով նաեւ Ադրբեջանի եւ ամբողջ Հարավային Կովկասի վրա, դա Լեռնային Ղարաբաղի այն կոնֆիգուրացիան, որ գոյություն ուներ մինչև 20-23 թվականներ։ Շնորհակալություն, կա արդյոք մեխանիզմ Հայաստանին դուրս հանելու ԵԱՏՄ-ից, դա առաջին հարցն է, իր Հայաստանի որոշման հակառակ, որովհետև որքան տեսնում ենք Հայաստանը ասում է մենք մտադրություն դեռևս չունենք ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ձեր թելադրած հանրակրվեն էլ դեռ չենք շտապում անել։ Երբ ձեր հարցազրույցներից մեկում ձեզ ուղղվեց հետեւյալ հարցը, թե ինչ սպասել ԵԱՏՄ-ից Հայաստանի նկատմամբ, դուք պատասխանեցիք, որ ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունը մեծամասամբ պայմանավորված է Հայաստան-Ռուսաստան երկկողմ տնտեսական, առևտրային, ֆինանսական փոխհարաբերություններով եւ պետք է դիտարկել այդ ենթատեքստում եւ ասացիք. մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի Ռուսաստանի հետագա գործողությունները, նաեւ հետընտրական շրջանում, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի։ Դուք սկսեցիք այդ թեմայով արդեն ձեր խոսքը, որ ասացիք Փաշինյանը խոստացել է, բայց Փաշինյանը դեռ վստահ չէ նա է հաղթելու, նրա կուսակցությունն է հաղթելու եւ նա լինելու վարչապետը, թե ոչ, համենայն դեպս Փաշինյանը ասաց, որ ընտրություններից հետո գնալու է Մոսկվա եւ այսպես դուք համարում եք, որ այս ամբողջ պատմությունը ԵԱՏՄ-ի դուրս գալու հետ կապված նախ մեխանիզմ կա Հայաստանին դուրս բերելու ԵԱՏՄ-ից իր որոշման հակառակ եւ երկրորդը ԵԱՏՄ-ի այս ամբողջ պատմությունը ռուս-հայկական հարաբերությունների տիրույթում է լոկ պետք է դիտարկել, այլ ոչ թե ինչ-որ տնտեսական խնդիրներ կամ այնտեղ ֆիտոսանիտարական կամ չգիտեմ ինչական։ Եկեք վերջի հարցից, որ ամենահեշտ է, այո, դա ոնց որ ժամանակին նաև Հայաստանի անդամակցությունը հապկին պայմանավորված էր մեծամասամբ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմավարական, ռազմական
հետաքրքրություններով եւ հնարավորությունով նույն ձևով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ նաեւ ժամանակին Հայաստանի որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու 2013 թվականին դա բացառապես կամ գրեթե մեծամասամբ պայմանավորված է ռուսական այդ հանգամանքով եւ Ռուսաստանի այդ մաքսային սահմանափակումները դա քաղաքական որոշման հիման վրա ինչ որ սահմանափակումներ, որոնք որ բարձր որ բացարձակապես ոչ կապ ունեն ոչ ինչ որ տնտեսական, ոչ շուկայական, ոչ սանիտարական ինչ որ պայմաններից։ Դա ինչպես նաև էներգետիկ գների եւ մատակարարման հարցով։ Այստեղ կարծում եմ ամեն ինչ բարձ է եւ այստեղ կրկնել Այսինքն քաղաքական որոշումներ են։ Դա քաղաքական որոշումն է, ԵԱՏՄ-ի Հայաստանի անդամակցությունը ժամանակին դա նույնպես քաղաքական որոշում էր, բայց Հայաստանը արդեն ԵԱՏՄ-ի անդամ դառնալով նաև ստացավ այն հնարավորությունները մասամբ նաև տնտեսական, մաքսային, աշխատաշուկայի հետ կապված եւ այլն, որոնք որ Հայաստանի համար չափազանց կարևոր է, բայց նաև հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունն ունի եւ իր տնտեսական բացարձակ կարևոր նշանակությունն ու շահույթը, բայց ունի նաև իր քաղաքական գինը այլ, ասենք, ոնց որ տեսանկյունից։ Դա ինչ վերաբերում էր այդ ձեր հարցին, իսկ ինչ վերաբերում է առաջի այն հարցին, թե կան որևէ մեխանիզմներ չկան, իրավական որևէ, ասենք, հստակություն, թե ինչ անել մի դեպքում, երբ որ, ասենք, անդամ երկրներից մեկը կամ մեծամասնությունը համարում է, որ մյուս անդամ երկիրը ինչ որ չի համապատասխանում կամ այլ նմանատիպ ֆորմատ չկա։ Դա առաջինը։ Երկրորդը բոլորն էլ նաև հասկանում են, որ այսպես կոչված նամակը հանրակրվե կազմակերպելու առումով դա քաղաքական բնույթի նամակ է, որ նույնպես որևէ ձևով պարտարացնող չի եւ այլն։ Այլ բան է, որ կարող է ինչ-որ գործընթացներ լինեն, եթե ինչ-որ նպատակարարություն լինի, պարզապես ասենք, որպես օրինակ, որ Հայաստանի իշխանությունը մտածել, որ կա նպատակարարություն ելնելով սեփական ներքին կամ արտաքին քաղաքականության, ասենք, դիտարկումներից, բայց որևէ նմանատիպ քաղաքական նամակ, թե Հայաստանը պիտի անի, թե չի անի, դա չի լինելու առանց նրանից, թե Հայաստանը ինքը կորոշի դա անել թե չէ։ Կարան լինեն քաղաքական, տնտեսական եւ այլ հետևանքներ նման որոշումների առումով, դա հասկանալի է, մենք ունենք նաեւ այլ գործընթաց, որ նմանատիպ ինչ որ պահանջներ կան Հայաստանի հետ կապված, բայց ԵԱՏՄ-ի դեպքում դա գործընթաց է, որ Ռուսաստանը սկսել է ներգրավելով ԵԱՏՄ այլ երկրներին, որ ունի այն քաղաքական նպատակները, որոնք որ մենք ձեզ հետ արդեն քննարկեցինք բավականին հանգամանք։ Հայաստանի դիմակայությունը այս ամբողջի սա նոր չի, չէ՞, ի հայտ եկել Հայաստանը, թերևս արդեն 1 տարուց ավել է Հայաստանում համենայն դեպս խոսում էին այդ մասին, ձեր կարծիքով գործընկերները Եվրամիության հետ կապված, ինչու՞ չէ հայ-վրացական հարաբերություն, չգիտեմ, ինչ հարաբերությունները կարող են մեզ վստահություններ շնչել, որ Հայաստանը պատրաստ է այս իրավիճակին եւ կարողանալու է դուրս գալ այս Ես չեմ կարա որպես մարդ, որ կոնկրետ սոցիալ-տնտեսական հարցերով չի զբաղվում պատասխանը, բայց ես ունեմ այն պատկերացումը, որ հասկանալի է, որ եթե հարցը հասնի այդ կետին, դա բավականին ցավալի է։ Իսկապես շատ ցավալի է լինելու, ես կարամ հիշեմ օրինակ Մոլդովայի կամ Վրաստանի դեպքերը, բայց Հայաստանի առումով ես կարծում եմ Հայաստանը միգուցե ավելի նաև խոցելի է, եւ այստեղ խնդիրը ոչ թե մենք պիտի փորձենք դիտարկել այդ դիմադրականության աստիճանը կամ փորձել կանխատեսումներ անել այդ դեպքում, այլ փորձենք հասկանանք եւ նաեւ վերլուծենք եւ փորձենք ներկայացնենք այլ տարբերակները, որոնք որ կարա բերեն նրան, որ դա տեղի չունենա։ Այսինքն ոնց մենք կարանք եւ Հայաստանի փորձագիտական եւ ինֆորմացիոն եւ քաղաքական դաշտում ստեղծել մի իրավիճակ, երբ որ Ռուսաստանի հետ հնարավոր կլիներ ինչ որ այդ թեմաների շուրջ համաձայնությունների գալ, այլ ոչ թե շարունակել արճակատումը, որ կարող է իսկապես ոնց որ դուք ասում եք, բերի ինչ որ լուրջ սոցիալական, ասենք
զարգացումների կարա եւ չբերի կամ կարա բերի, բայց դա չբերի ինչ որ լուրջ սոցիալական զարգացումների եւ դժգոհությունների, բայց առանց ասենք քաղաքական համապատասխան հետևանքների։ Համենայն դեպս, եթե ճիշտ հասկացա, դուք Հայաստանի պահվածքի հետ կապված եք ասում, իմ հարցը Հայաստանը փաստորեն ձեր դիտարկմամբ կոնֆրոնտացիայի չի գնում, փորձում է հարթել այս իրավիճակը։ Հայաստանը չի գնում կոնֆրոնտացիոն ուղղությամբ այս առումով, բայց ես կարծում եմ նաև, որ եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ համապատասխան ուղերձներ նաև ոչ միայն Ռուսաստանի իշխանության, այլ Ռուսաստանի հասարակությանը եւ ոնց որ ներքին ինֆորմացիոն դաշտում կարելի էր ավելի էֆեկտիվ եւ ավելի լավ դա ներկայացնել, որովհետեւ նաև շատ երբեմն Ռուսաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքներից իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանց մոտ էլ իրականում օրինակ Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական հնարավորությունների զարգացումների սահմանափակումների եւ ժամկետների պահով բավականին ինֆորմացիայից պակաս ինֆորմացիա կամ սխալ ինչ որ թուրին շեղված ինչ որ պատկերացում կա, որոնք որ որևէ ձևով կապված չեն այո, աննախադեպ կարևոր զարգացող Հայաստան-ԵՄ դինամիկային, բայց այստեղ խոսքը մի քիչ այլ իրավիճակը մի քիչ այլ կետում է, քան շատ հաճախ հատուկ թե ոչ ուռճացումը Մոսկվայում։ Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններով է համենայն դեպս պատճառաբանվում այս սառեցումը, ասեմ, այս լարվածությունը հայ-ռուսաստանյան հարաբերությունների։ Կան քաղաքագետներ, որոնք համարում են, որ սա արտաքին, այսպես աշխարհին ցուցադրելու թեմա է, իրականում խորքային կա թրիփի թեմա։ Ես չեմ այսպես դավադրության հետևից գնում, պարզապես ուզում եմ այս հարցը ուղղել ձեզ։ Կարող է այստեղ թրիփի հետ կապված խնդիրներ լինեն, որոնք դուր չեն գալիս Ռուսաստանին, որովհետև այնտեղ կոնցեսիոն կառավարման հարց կա, սահմանապահների հարց կա ռուս, որոնք կանգնած են այդ ճանապարհներին, հայ-իրանական համենայն դեպս սահմանը ճիշտ է համատեղ են վերահսկում, բայց այնտեղ կան ռուս սահմանապահներ, որոնց հարցը դեռ պարզ չի թրիփի հետ կապված, եթե գործընթացները առաջ են գնում, ինչ է լինելու։ Գուցե դրանով է պայմանավորված կամ պարզապես հարց տա։ Ինչպես է վերաբերում Ռուսաստանը այս գործընթացներին թրիփի հետ կապված։ Գիտեք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այս ներկայիս լարվածությունը ինքը արմատներով ոչ միայն եւ ոչ այնքան նաեւ նույն այդ Հայաստան-ԵՄ նույն ներքաղաքական զարգացում կամ չգիտեմ տրիպը, այլ գլխավոր դրդապատճառը դա այն անվտանգային վակուումն է, որը ստեղծվել էր Հայաստանի շուրջ եւ Լեռնային Ղարաբաղում 20-23 թվականներին եւ Ռուսաստանի հատուկ թե ստիպված դիրքորոշումները այս գործընթացում դա երկար խոսակցություն է եւ մենք դրա ժամանակը չունենք եւ հետեւաբար այս ֆոնի վրա տրիպի կամ մնացած գործընթացների ոնց որ նշանակությունը երկրորդական, երրորդական, որովհետև մենք մի բան պիտի նաև հասկանանք, տրիպը Հայաստանի համար դա կալում է ոչ թե ինչ որ աշխարհակական, աշխարհատնտեսական կամ կոմունիկացիոն մի գործընթաց, տրիպը ընդհանուր պակետի մեջ է Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական այս խաղաղության գործընթացի հետ եւ հայտնի անցած տարվա Վաշինգտոնյան պայմանագրերի համաձայնությունների մեջ, որոնք որ առաջ են քաշվել ներկայիս Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի համար։ Եվ տրիպը այդ գործընթացի էլեմենտներից մեկն է։ Եվ այստեղ Ռուսաստանը, եթե դժգոհ լինի, ինքը պիտի դժգոհ լինի ընդհանրապես այս գործընթացներից, որոնք որ նաև իր գործողությունների կամ գործողությունների բացակայության դեպքում նաև Միացյալ Նահանգները գոնե կարացան ինչ որ մի этаպում առաջ քաշել այս խաղաղության, ասենք, գործընթացը, որը որ Հայաստանի համար կարևոր է, պարզապես բացի բոլոր այլ հանգամանքներից նաև հաշվի առնելով
լուրջ փոփոխված ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական բալանս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը որ լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Հետևաբար նաեւ էլի կրկին վերադառնալով ձեր հարցին, Ռուսաստանը կարա դրանից էլ դժգոհ, կարա դժգոհ նաեւ մնացած այլ գործընթացներից, բայց դրանք տեխնիկական հարցեր են մի կողմից, ինչ վերաբերվում է Ռուսաստանի այդ մոտեցումը։ Մյուս կողմից էլ նաեւ մենք պիտի հասկանանք, որ տրիպի ապագան դա կապված չի ոչ միայն եւ ոչ այնքան ասենք Ռուսաստանի դիրքորոշումից, դա կապված է նաեւ այն ավելի լայն աշխարհակական համատեքստին, Իրան, Միացյալ Նահանգներ հակամարտություն, Մերձավոր Արևելքի այդ լարվածությունը, վերջով նաև Միացյալ Նահանգներ, Չինաստան, տարբեր աշխարհակաղակական կետերում այդ լարվածությունը եւ մենք պիտի հասկանանք, թե արդյոք իսկապես տրիպի իրագործումը դա տակտիկական շատ կարևոր հնչողություն ունեցող մի գործընթաց էր, որը մասամբ արդեն լուծեց Հայաստանի համար ասենք որոշ անվտանգային հարցեր, թե դա երկարաժամկետ ռազմավարական գլոբալ ինչ-որ պրոյեկտ է, որը որ համապատասխան նաև իր ազդեցությունը կունենա ոչ միայն տրանսպորտային, ոչ միայն ասենք տնտեսական, այլ նաև աշխարհակաղակական զարգացումների վրա մեր տարածաշրջանում։ Շնորհակալություն այդ հարցը դուք բարձրացրեցիք, ես կուզենայի, որ այդ հարցի շուրջ մենք շարունակենք մեր զրույցը եւ պատասխանենք, բայց գովազդից հետո, եւ պատասխանենք հետեւյալ հարցին։ Շատերը ասում են տրիպը դա մեծ վտանգ է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համար։ Իսկ օրինակ Մարկո Ռուբիոն օրերս հայտարարեց, որ այդ տրիպ նախագիծը դա խարիսխ է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համար։ Եվ այսպես, ինչ է տրիպը Հայաստանի համար ձեր տեսանկյունից, որովհետև այս շրջանում մենք գիտենք, որ Հայաստանում շատ բուրն է քննարկվում այդ հարցը, դա դրական է Հայաստանի համար, իսկապես խարիսխ է խաղաղության համար, թե դա մեծ վտանգ է անվտանգությանը Հայաստանի, կներեք կրկնության համար եւ ինքնիշխանությանը։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, գովազդից հետո այս հարցի շուրջ շարունակելու ենք զրույցը տաղավարում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն,
շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Սերգեյ Մինասյանի հետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրենի։ Եվ այսպես թրիփ մեծ վտանգ է Հայաստանի համար, թե խաղաղության խարիսխ է։ Գիտեք, ես էլի կկրկնվեմ, բայց դա կարևոր է ընդգծել։ Թրիփը Հայաստանի համար դա այսպես կոչված խաղաղության օրակարգի պակետային անբաժանելի մասն է։ Եվ նաև պիտի հասկանանք, որ Վաշինգտոնյան անցած տարվա այդ համաձայնությունները ինչքան էլ շատերի համար բնականաբար, ինչպես նաև ամեն ինչ, որ տեղի ունենում արտաքին եւ տարածաշրջան քաղաքականությունում ցավալի կամ այդքան էլ հաճելի չէր, բայց դա մի տարբերակ էր, որ այլ տրակ չկար, որովհետև դա որոշ չափով ապահովեց հատկապես նաև մի տարի առաջ գրեթե անվտանգային ինչ-որ մի շրջանակներ Հայաստանի համար, դա վերջնականը չի, մենք գիտենք, որ խաղաղության պայմանագիրը դեռ նախաստորագրվել է, մենք գիտենք դրա հետ կապված նաև եւ սպասվող եւ տեսանելի եւ ոչ տեսանելի սահմանափակումները եւ այլն, բայց թրիփը այստեղ դա նաև այն էլեմենտն էր, որը որ հանդիսացավ Միացյալ Նահանգների ներկայիս ադմինիստրացիային եւ անձամբ նախագահ Տրամփին հաշվի առնելով էմոցիոնալ որոշ ձևով նման խնդիրների տնտեսական շահավետության ինչ որ հեռանկարներ Միացյալ Նահանգների համար ստեղծելու առումով դա հնարավորություն էր եւ հիշեցնեմ մոտավորապես նույն ձևով անցած տարի Տրամփի ադմինիստրացիայի սկզբնական փուլում փորձում են նաև ուկրաինացիները աշխատեին, փորձելով տնտեսական եւ ասենք աշխարհագրական կոմունիկացիոն հնարավորություններով սիրաշահեն Տրամփի ադմինիստրացիային։ Ուկրաինացիների մոտ դա մասամբ ստացվեց, մասամբ չէ, մեր մոտ դեռ կնայենք, բայց այստեղ խոսքը ոչ թե դրական կամ բացասական է, այստեղ իրատեսական եւ ոչ իրատեսականի մասին է։ Իրատեսականը այն էր, ինչ որ արդեն տեղի ունեցել, այսինքն փաստաթղթերի ստորագրում, քաղաքական շրջանակների ստեղծում, մեծամասամբ նաեւ թրիփի հետ կապված դա ասենք երկում Միացյալ Նահանգներ Հայաստան առանց Ադրբեջանի ներգրավվածության ի տարբերություն խաղաղության բանի էլի գործընթացի, բայց ինչ կլինի իրավիճակը գետնի վրա ոնց որ ասում են on the ground, դա ցույց կտա ժամանակը։ Ես կարծում եմ այստեղ զուգահեռ կարևոր երկու գործընթացներ կարան ազդեն, նախ Հայաստանում ներքաղաքական զարգացումները եւ երկրորդը աշխարհակաղական համատեքստը, ոչ միայն Միացյալ Նահանգներ եւ Իրան, որը որ պարզը որ կարա անվտանգային առով ազդի այդ ծրագրի վրա, այլ նաև ավելի գլոբալ գործընթացները կապված Միացյալ Նահանգների ընդհանրապես աշխարհակաղական իր դերի վերաիմաստավորմանը։ Նախագահ Տրամփը, որը եկավ իշխանության խոստանալով, որ որևէ պատերազմներ կամ որևէ չափից ավելի ներգրավվածություն Միացյալ Նահանգների միջազգային քաղաքականությունում չի լինելու, Միացյալ Նահանգների քաղաքացիների հաշվին, թվում է թե անում է հակառակը։ Մենք պիտի դա հասկանանք, թե արդյոք այս Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նոր ադմինիստրացիայում, որը որ երբեմն նույնիսկ իր կամքի հակառակը դա կայուն գործընթաց է, թե չէ։ Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ համապատասխան ուղերձներ Միացյալ Նահանգների կողմից ուղարկվում են ժամանակ առ ժամանակ, կարճաժամկետ Ռուբիոյի այցը, ուղերձներ, ինչ որ փորձագիտական խմբերի այցեր եւ այլն, դա կարևոր է, բայց մինչեւ մենք չտեսնենք գետնի վրա ինչ որ զարգացումներ, բոլորիս քննարկումներ այդ թեմայի շուրջ կլինեն ավելի շատ փորձագիտական կամ
քաղաքականացված ինֆորմացիոն սպեկուլյացիա կան վերլուծություններ։ Փաստորեն դուք ասում եք թրիփը մենք դիտարկում ենք ինչ է Հայաստանի համար, դա պարտադիր պայման է որպես խաղաղության այս գործընթացի Անբաժան մաս է։ Եթե անբաժան մաս է, բայց ես ուզում եի դիտարկեիք արդյոք կա անբաժան մաս է, շատ բարի խաղաղության համար, բայց իր մեջ մտահոգությունների տեղիք տալիս է, համենայն դեպս այն փաստաթուղթը, որը ստորագրվեց Ռոբիոյի այս այցի հետ կապված, արդեն մի քայլ էլ առաջ դրեցին, որոշակի այնտեղ մի քիչ ավելի որոշակիություն մտցվեց այս նախագծի մեջ, շատ մութ տեղեր դեռևս կան, համենայն դեպս մենք ամեն ինչը չի որ հասկանում ենք, թե ինչպես է այն գործելու, անբաժան մաս է, կարևոր գործոն է, բայց Հայաստանի համար, Հայաստանի շահերից է բխում, թե դուք ասացիք Միացյալ Նահանգները պետք է Միացյալ Նահանգների շահերից բխեն, կարծես թե Միացյալ Նահանգները հայտարարում են, որ իրենց շահերից են բխում։ Համընկնում է Միացյալ Նահանգների շահերը եւ Հայաստանի շահերը թրիփ նախագծի շրջանակներում։ Հայաստանի համար, բացի նրանց, որ խաղաղության բաղադրիչ մաս է, փաստաթղթերի փաթեթի բաղադրիչ մաս է, բուն փաստաթղթերը, որոնք ստորագրում են, բուն պայմանները անհանգստության տեղիք տալիս են ձեզ մոտ որպես քաղաքագետի։ Գիտեք, մենք ունենք մի իրավիճակ, որտեղ այստեղ ակնհայտ երևում է, որ այս հարցը այնքան չափանցածված է քաղաքական առումով, որ թեմաները իրարամերժ են, հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունների համար դա ներկայացում է որպես բացարձակ կարևոր ձեռքբերում եւ միայն դրական ընդդիմադիր դաշտում բնականաբար հակառակ իրավիճակը, այստեղ դրա հետ մեկտեղ նաեւ մենք պիտի հասկանանք, որ ելի եմ կրկնում, այստեղ խոսքը ոչ թե լավ ու վատի, այլ իրատեսական եւ ոչ իրատեսականի, էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ։ Եթե այս գործընթացում, այս փաստաթղթում կան կետեր, որոնք որ լիովին չեն, ասենք, համապատասխանում միգուցե այն սպասումներին Հայաստանի համար տնտեսական կամ քաղաքական առումով այս պրոյեկտի հետ, բայց ապահովում են ավելի կարևոր գերակայունություն, ասենք, տարածաշրջանային անվտանգություն, ապա դա նշանակում է, որ համենայն դեպս այստեղ էֆեկտիվության եւ քաղաքական տրամաբանության էլեմենտ կա։ Իսկապես դա կա, ոնց որ ես դա նշեցի Վաշինգտոնյան պայմանավորվածների ստորագրումը անցած տարի, դա առաջերտի մենք պիտի դիտարկենք որպես Հայաստանի լրացուցիչ անվտանգային գործոն, առավել եւս մյուս գործոնների բացակայության կամ թուլացման դեպքում չմոռանանք նաեւ, որ դա տեղի ունեցել անցած տարի Իրանի դեմ հայտնի հունիսյան պատերազմի արդյունքներով, որոնք հետո թվում էր, թե Իրանը ռազմավարական եւ ռազմական առումով շատ թուլացել է, ինչը նաեւ բերեց երկրորդ պատերազմին, որը որ այլ արդյունքների եւ այլ հետևանքների բերեց։ Եվ այստեղ նաեւ մենք պիտի հասկանանք, որ տրիպի էֆեկտիվությունը եւ նշանակությունը Հայաստանի համար նաեւ մեծամասամբ կախված է ոչ միայն երկկողմ կամ երակողմ քննարկումների Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի, այլ նաեւ մեր տարածաշրջանային գործընկերների եւ հարևանների հետ։ Հասկանալի է, որ այստեղ իր դիրքը եւ իր ձենը ունի համապատասխան եւ Իրանը, եւ դայո Ռուսաստանը, եւ իսկապես դա կախված կլինի նրանից, թե արդյոք մենք կարողանանք այդ գործընթացում փորձենք տրիպը ներկայացնել որպես այս խաղաղության խաչմերուկի մի կարևոր էլեմենտ, որը որ նպաստավոր կլինի մեր տարածաշրջանային հարևանների վրա, թե մենք այս աշխատանքի, այս քննարկումների եւ այս պրոյեկտի զարգացման առումով պարզապես կստեղծենք նոր զգայուն ինչ-որ աշխարհակական բախումների կետ, այլ ոչ թե շահերի խաչմերուկ։ Շատ շնորհակալություն եւ վերջին հարցը կապված է մեր գալիք ընտրություններին, չգիտեմ որքանով եք դուք սիրում այդ թեմայի հետ առնչվել եւ խոսել, նախընտրական շրջանը ավարտվեց, ձեր տպավորությունները կամ ձեր ես կանխատեսում բառը չեմ օգտագործում, բայց ինչ եք պատկերացնում, ինչ ընթացք եղավ, եկեք գնահատենք ինչ ընթացք ձեր տպավորությունը այս անցած 1 օր է մնացել այսօր, 1.5 այսօր եւ վաղը որպես նախընտրական արշավ եւ արդեն գնալու ենք ընտրությունների։ Ինչ տպավորություն ունեք այս նախընտրական շրջանից եւ ինչ եք կարծում, ինչ տրամադրություն կա Հայաստանում
պայթյունավտանգ է իրավիճակը, քաղաքացիական պատերազմի շեմին է գտնվում Հայաստանը, թե նորմալ նախընտրական շրջան էր եւ նորմալ գործընթաց է։ Ես կարծում եմ, որ ի տարբերություն շատերի սպասումների այս կամպանիան եւ դրա քաղաքական եւ ինֆորմացիոն ոնց որ շրջանակները ավելի հանգիստ էին։ Ես չեմ կարող կանխատեսումներ անել հունիսի 8-ից հետո ինչ ձևով զարգացումներ կգնան, բայց ընդհանուր մթնոլորտը բավականին հանգիստ է եւ դա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ իշխող կուսակցությունը բավականին էֆեկտիվ ձևով փորձեց օգտագործել այն կետերը, այն թեմաները, որոնք որ թվում է թե պիտի ավելի էֆեկտիվ օգտագործեին ընդդիմադիր ուժերը, բացի նաև այն հանգամանքից, որ հերթական անգամ մենք տեսանք, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել եւ ընդհանուր ինչ-որ մի քաղաքական դա ուներ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ եւ երբ թե իրատեսական չէ, բայց պարզապես ֆիքսում ենք դա։ Եվ իշխող կուսակցության Ինչի բացական իրավիճակ էր, ճիշտ է, սպասելիքները հանրության դա կապված է դա քաղաքական գնահատականների հարց է։ Իսկ իշխանության մոտ ես կասեմ, որ այդ այդպես կոչված ինֆորմացիոն PR ոլորտը, որ բավականին լավ է ստացվում նոր էլիտաներում, ոչ միայն Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ այլն, դա կապիտալիզացվեց, իշխող կուսակցությունը կարողացավ գրեթե մենաշնորել մի քանի զգայուն հասարակության համար կարևոր թեմաները, օրինակ եվրոինտեգրման թեման, որը որ եւ ընդդիմադիր եւ պրոիշխանական դաշտում բավականին դրական է ընկալվում եւ ընդհանրապես երբ այն եզակի թեմաներից մեկը, որի շուրջ միգուցե կա, եթե ոչ հասարակական ինչ որ կոնսենսուս, բայց ինչ որ ավելի ընդհանուր մոտեցումներ կան, սամիտները, որոնք որ հասկանալի է ինչի են իրանք անցկացվել մայիսին, բայց սամիտին նաեւ նախորդեցին բավական ակտիվ գործողություններ տարբեր տեխնիկական ոլորտներում, իսկ եվրոպական ինտեգրման թեման մենաշնորվեց ի տարբերություն նաև ավելի թոմոթը ռադիկալ քաղաքական ուժերին, որոնք որ իշխող կուսակցության հետ չկարողացան մրցակցել ոչ այդ հարցում Միացյալ Նահանգների տրիպ խաղաղության այս օրակարգը նույնպես բավականին էֆեկտիվ մենաշնորվեցին իշխող կուսակցության կողմից եւ նաև միջև այս կամպանիա նաև մենք փորձագետներով, սոցիոլոգներով, քաղաքագետներով որ քննարկում ենք, նշում ենք, որ ընդդիմադիր դաշտին անհրաժեշտ է այս ֆոնի վրա փորձել կենտրոնանալ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ եւ դա ինչ որ համապատասխան ձևով ներկայացնել, բայց դա նույնպես այդքան էլ էֆեկտիվ չստացվեց, ամենայն դեպս ավելի իմ փորձամբ ավելի քիչ էֆեկտիվությամբ, քան դա ասենք նախատեսվում է։ Պարզը որ դրա հետ մեկտեղ մենք տեսանք բավականին նյարդային բոլոր կողմերից նաև քաղաքականացված եւ երբեմն նաև անձնականացված այդ հայտարարությունը, դա բնական է, դա հետխորհրդային քաղաքականության, ներքին քաղաքականության անբաժանելի մասն է եւ նաև գոյություն ունեցող քաղաքական մշակույթի, բայց այստեղ կրկնում եմ ամենակարևորը այն էր, որ հասարակությանը ամենահուզող հարցերի շուրջ իշխանությանը ստացվեց դիրքավորվել ավելի նպաստավոր պայմաններում խաղաղության օրակարգը, եվրոպական ինտեգրումը, արևմտյան, ասենք այդ երկրների հետ համագործակցությունը, սոցիալ-տնտեսական հնարավորությունները, որոնք որ ներկայացվում են իշխանությունների կողմից եւ այլ ֆոնին, ասենք Ռուսաստանի գործողությունները, Ռուսաստանի տնտեսական ոչ կինետիկ ճնշումները եւ այլն բավականին մի կողմից սահմանափակ ազդեցություն ունեցան, որովհետեւ սահմանափակ էին մեկ, երկրորդն էլ նաեւ էլեկտորատի մի մասի համար նաեւ բերեցին հակառակ էֆեկտ կոնսոլիդացնելով ավելի շատ պրո-իշխանական կամ առնվազն ոչ հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից, որտեվ պիտի նաև հաշվի առնենք, որ 20 եւ 23 թվականի իրադարձությունները զգալիորեն ընդհանուր առմամբ փոխեցին Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հասարակության դիրքորոշումները։ Հետևաբար դա նույնպես խնդիր էր, որը որ որոշ չափով նաև քաղաքական ուժերը տարբեր ձևով օգտագործում են, տարբեր էֆեկտիվությամբ, ինչի արդյունքները եւ նաև մենք կտեսնենք արդեն հունիսի 8-ի առավոտյան։
Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Սերգեյ Մինասյանի հետ էինք զրուցում Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն զրույցը վարում էր Գայան Առաքելյանը։ Բարին ձեզ։